Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս եւ մեկ հնարավորություն։ Մեկ դասը նրանում է կայանում, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր, նա այսօր առերեսվում է միայնակ, առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների կողմից եւ ընդհանուր համաշխարհային գերտերությունների կողմից process-ների։ Մենք պետք է ունենանք մեր երկրում դաս, որ խաղաղությունը կարելի է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, պետք է հավելյալ լինի նաև երաշխավոր, իսկ երաշխավորները լինեն մեկից ավելին, որպեսզի մի երկիր հնարավորություն չունենա Հայաստանի շահը երկրորդել եւ առաջ տանել իր երկրի շահը, մենք երկուս եւ ավել երաշխավորի դեպքում մենք կարողանանք ունենալ երկարաժամկետ եւ ուժեղ խաղաղություն։ Ինչ եք կարծում, այս ընդհատվող շարունակվող պատերազմը տնտեսական հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Այո, կարծում եմ, որ Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է եւ Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտանող երկիր, իսկ դա հնարավորություն է տալի Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի ապագա մեր ծրագրերին իրականանալու որպես լավ եւ բավական մատչելի հումքի աղբյուր։ Իրանը կարող է հումք մատակարարել Հայաստան, նույն նավթամթերք, նույն մետալուրգիական ապրանքի սկզբնական շղթայի հումք եւ նաեւ տարբեր այլ հումքային բազա կարող է լինել, ինչը Հայաստանի տնտեսության համար փոխլերացնող եւ հետաքրքիր ուղղություններ է։ Այսինքն Իրանը տնտեսապես շարունակելու է լինել մեզ հետաքրքիր հարևան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր